Բարև Հայր ջան, ես գիտեմ, որ շատերդ եք ուշադրությամբ հետևում Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, ես էլ ձեր հետ, որովհետև իրականում դրանից շատ բան է կախված, նկատի ունեմ հենց մեր, այսինքն Հայաստանի հետ կապված։ Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդի խոսնակ Ալի Լարիջանին հենց Ադրբեջանի հետ կապված մի հատ կարճ հայտարարություն է արել, որը կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի ու այսօր հիմնականում հենց դրանից էլ կխոսանք։ Ես ուզում եմ, որ բոլորդ լիարժեք պատկերացնեք ու հասկանաք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում ու կոնկրետ մեր համար դրանք ինչ հետևանքներ կարան ունենան։ Ամեն ինչ սկսվեց մի հատ փոքր, բայց չափազանց խոսուն դրվագից։ Նախիջևանի վրա ընկած ԱԹՍ-ից, որի շուրջ սկսվեց տեղեկատվական քաոս, էլ հերքումներ, էլ մեղադրանքներ, էլ տարբեր կարծիքներ ու վերջում պարզվեց մի փաստ, որը ավելի հետաքրքիր էր, քան հենց ինքը պայթյունը։ Պարզվեց, որ այդ ԱԹՍ-ն, որը հարվածել էր Ադրբեջանին, պատկանում է հենց Ադրբեջանին, այսինքն Ադրբեջանը հարվածել էր Ադրբեջանին։ Ու ստեղ պատմությունը սկսում է հիշեցնել ոչ թե ռազմավարություն, այլ վատ բեմադրված թատրոն։ Բայց պետությունների աշխարհում նույնիսկ ամենաանհեթեթ տեսարանը երբեք պատահական չի։ Այդ միշտ ինչ-որ մեկի հաշվարկի արդյունքն է։ Հիմա մի հատ կարճ ծանոթացեք Լարիջանի հայտարարությանը ու շարունակենք։ Ադրբեջանի մասով Լարիջանի ամբողջական խոսքերը։ Ադրբեջանի ուղությամբ ԱԹՍ է հարվածել։ Իմաստ չունի, որ մենք այնտեղ հարվածենք։ Նրանց էլ ենք ասել, որ դա մենք չենք արել։ Կարծում եմ Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում, ցանկանում է որոշ երկրների եւ մեր միջև բախում առաջացնել։ Ադրբեջանի հետ ինչ գործ ունենք։ Իհարկե, եթե հենց այդ երկրներից մեր դեմ դավադրություն լինի կամ թռիչք լինի, մենք կհակազդենք։ Տարածաշրջանի երկրների առնչությամբ նա ընդգծել է. Եթե այս պատերազմում որևէ ռազմաբազա տրամադրվի ԱՄՆ-ին եւ այնտեղից Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխանել, եւ դա օրինական ու անսակարկելի իրավունք է։ Տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ չեն կարող միաժամանակ եւ Իրանին համերաշխություն հայտնել եւ թույլ տալ, որ բազաներն Իրանի դեմ օգտագործվեն։ Հետաքրքիր է, որ Լարիջանի կամ Իրանի որևէ այլ պաշտոնյայի կողմից ոչ անդրադարձ կա, ոչ էլ ակնարկ այն փաստին, որ պարզվել է, որ ԱԹՍ-ն ադրբեջանական է։ Այս կարա մի բան նշանակի, հաշվի առնելով այն, որ անհնար է Իրանը այդ փաստի վրա աչք փակի ու հետնել դրա մասին հիմա չի խոսում, այդ նշանակում է, որ այդ փաստը դրվել է որևէ գալիք գործողության մեջ։ Այսինքն դրա պատասխանը Իրանը պատրաստվում է տալ ոչ թե բանավոր, այլ գործողությամբ։ Այդ հեսա կարծում եմ շուտով բոլորիս պարզ կդառնա, թե Իրանի կողմից կոնկրետ ինչ է սպասվում այդ Ադրբեջան կոչված աղբանոցին։ Ամեն դեպքում այս լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին կոնկրետ այս ԱԹՍ-ի թեման մի քանի պետությունների ներվային շարժումների առիթ է տալի, որտեղ հենց այս ուղղությամբ զարգացումները կարան ամբողջ սցենարը հիմնահատակ փոխեն ու այդ դեպքում կարամ ես ձեզ հաստատ ասեմ, որ Հայաստանը անմասն մնալ ուղղակի չի կարա։ Ու իրականում հենց sense պահերի մեջ է թաքնված իրական քաղաքականությունը, այսինքն ոչ թե այն, ինչ գրում են լուրերի վերնագրերում, այլ այն, ինչ տեղի է ունենում պետությունների ուղեղներում։ Եկեք սառը առանց էմոցիաների բացենք այս ամբողջ պատմության շերտերը։ Առաջի շերտ՝ Իրանի հերքումը։ Իրանը շատ արագ ու շատ հստակ հայտարարեց, որ հարվածը իր կողմից չի։ Լարիջանին բառացիորեն ասաց, որ Ադրբեջանի ուղղությամբ այո, ԱԹՍ-ը հարվածել է, բայց բացարձակ իմաստ չուներ, որ այդ հարվածը այդտեղ հասցնեինք մենք։ Ու հետն էլ հիշացրեց, ասաց, որ մենք իրանց վաղուց ասել ենք, որ դա մենք չենք։ Ու ինքը իր խոսքում ասաց այն, ինչը իրականում շատերի մտքով էր անցնում։ Լարիջանին ասաց, որ իրանց կարծիքով այդ Իսրայելն է այդտեղ դավադրություն հյուսում։ Իրականում Հայր ջան, այս սովորական հերքում չի, այս քաղաքական ուղերձ է ու այդ ուղերձի մեջ կա 3 կարևոր միտք։ Առաջինը, Իրանն ասում է, որ Իրան ընդհանրապես ձեռնտու չի Ադրբեջանին հարվածելը։ Երկրորդը, ինքը բաց տեքստով մատնանշում է Իսրայելին որպես հնարավոր սադրիչ, ու երրորդը ինքը հստակ զգուշացնում է տարածաշրջանի բոլոր պետություններին, որ եթե ձեր տարածքից Իրանի դեմ հարված լինի, Իրանը այդ տարածքը կհամարի թիրախ։ Այսինքն Իրանն իրականում խոսում է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ համ Թուրքիայի, համ Հայաստանի, կարելի ասել ընդհանուր Կովկասի, Մերձավոր Արևելքի ու նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ։
Այս կարևոր մեսիջը բոլոր ղեկավարներին ու դա անկախ նրանից, թե որ երկրի ղեկավարը ինչով է զբաղված, կարևորում է տարածաշրջանի իրավիճակը ու դրանով իրոք հետաքրքրված է, թե զուտ ուղեղը անջատած շուրջուխու պերաշկի մարսելով ֆրֆռում է։ Իրականում Իրանը թքած ունի, ով ոնց է վերաբերվում, ինքը իր անելիքը գիտի։ Հիմա Իրանի այս քաղաքական ուղերձում եղած երկրորդ միտքը։ Բոլորս տենում ենք, չէ՞, թե ոնց է Ադրբեջանը ակլորացել, այն որ նայում ես սիրտդ խառնում է, էլի, որ մի հատ ուլ Իրան դրել է եսի ինչի տեղ, յանի տեսեք ինչ բանակ ենք, ինչ պետություն ենք, դե զարմանալի չի, քանի Նիկոլը կա, Ալիևը Իրան միշտ էլ տենց ներշնչելու է հետ։ Ու նայեք, չնայած Իրանի հերքմանը, որ ինքը չի հարվածել Նախիջևանին, Ադրբեջանը սկսեց զինտեխնիկա կուտակել Իրանի սահմանին։ Այս հաստատ քաղաքական վարքագիծ չի։ Այս Ադրբեջանի կողմից ընդհանրապես նյարդային ռեակցիա է, որտեվ եկեք տրամաբանենք, հայրը ջան, երբ մի պետություն վստահ է իր տեղեկությունների վրա, ինքը չի վազում դեպի սահման, ինքը զուտ հաշվարկում է, բայց այդտեղ տենում ենք հակառակը, ու հետո ամենակարևորը, որ բացահայտվեց, որ ԱԹՍ-ն ադրբեջանական էր։ Այսինքն պատկերացրեք իրավիճակը, Ադրբեջանը նախ մեղադրում է Իրանին, հետո զորք է տեղափոխում սահման, իսկ հետո պարզվում է, որ հարվածը տվել է հենց իր սեփական տեխնիկան։ Եթե այս իրական աշխարհ չլներ, մարդ կմտածեր, որ այս ինչ-որ քաղաքական սածիռ է, բայց այս իրական աշխարհը, ուստեղ ամեն սխալ շարժում ունի հետևանքներ։ Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը այսենց է իրան պահում, որտեվ հիմա եթե մի թեթև կայծ եղավ, Իրանը շատ չէ, մի 2 րոպե շեղվի ամբողջ աշխարհից ու այդ 2 րոպեն տրամադրի Ադրբեջանին, Ադրբեջանից ատառը կմնա, որտեվ Իրանը սրանց նման չի, Իրանը մումսիկի պես չի նվնվում ու խաղաղություն չի մուրում, ու կարծում եմ 3 նշանակետային հարված ու քարտեզի վրա էլ Ադրբեջան չի մնա, մի հատ Մինգիչաուրին, մի հատ նավթին, մի հատ գազին ու վերջ։ Ընդամենը 2 րոպե ու Իրանը կանի այն, ինչը տասնյակ տարիներով Հայաստանի ոչ մի ղեկավար դրա խիզախությունը չուներ, որտեվ Հայաստանում տեղադրված ղեկավարների մաքսիմումը այդ իր քաղաքացիների վրա ձյոշ քրեական գործեր հարուցելն է, շարով դատելն ու տուգանելն է, բայց երբ հարցը հասնում է վտանգի չեզոքացմանը, սրանք բոլորն էլ դառնում են փիսիկ։ Ես ասել եմ, որ ներկա նախքին սրանք բոլորը մենակ ներսում են առյուծ, ինչա ուժային կառույցները ենթարկվում են իրանց, իսկ ենթարկվում են ինչի, որովհետև մենք ենք դա թույլ տալի։ Իսկ դրսում սրանք բոլորն էլ փիսիկ են, ու տա Աստված, որ գոնե Իրանը անի այն, ինչի քաջություն սրանցից ոչ մեկ չի ունեցել ու մինչև հիմա էլ չունեն, այդ տենց։ Հիմա անցնենք Իրանի ուղերձի 3-րդ մտքին, Իսրայելի գործոնը։ Հիմա հասանք այն, որ ասում ամենավտանգավորին։ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը վաղուց գաղտնիք չի։ Մեր 44 օրյա ժամանակ էլ շատ բան բացահայտվեցին ու ինչքան էլ որ փորձեցին հերքել, մեկը փաստերը դուրս եկան ջրի երես։ Ադրբեջանական բանակի ԱԹՍ-ների մեծ մասը կամ իսրայելական կամ իսրայելական տեխնոլոգիաների վրա կառուցված։ Ադրբեջանի օդային հետախուզության համակարգը մեծ մասամբ կառուցված է Իսրայելի օգնությամբ, իսկ Իրանը ստենում է որպես իր սահմանների մոտ ստեղծված ռազմավարական սպառնալիք։ Իրանի տեսանկյունից Ադրբեջանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև Իսրայելի առաջապահ դիրքերից մեկն է Իրանի հյուսիսում։ Ուստեղ արդեն սկսվում է իրական աշխարհաքաղաքականությունը, այսինքն անգամ հիմա դեռ առանց հակադարձ հարվածների, առանց սպառնալիք հանդիսացող հայտարարությունների, արդեն հիմա Ադրբեջանը սպառնալիք է Իրանի համար, ու կարաք վստահ լինեք, որ ոնց էլ չլինի, իրանական հրետանու առնվազն մի քանի տասնյակ միավոր արդեն իսկ ուղղված է Ադրբեջանի կողմ, ու էլի եմ ասում, Իրանին մի 2 րոպեա պետք, որ Ադրբեջանը հուր ու հավիտյան անջատվի ու կորի աշխարհի քարտեզից, ու հույսով սպասենք նրան, որ գոնե Իրանի շնորհիվ կտենանք այն, ինչը կարանք հանգիստ անվանենք արդարության վերականգնում։ Ամոթալի իրավիճակում ենք իրականում, որ չունենք նենց իշխանություն, որ հույսներս ինքը լինի, ու դրա փոխարեն Իրանի հետ ենք հույսեր կապում, բայց դե ունենք այն, ինչ ունենք։ Հիմա Իրանի ուղերձի 4-րդ միտքը, Իրանի իրական ռազմավարությունը։ Իրանը պատմության մեջ հայտնի է մի բանով, ինքը երբեք չի շտապում։ Իրանը աշխատում է դանդաղ, բայց խորքային,
Եթե նայենք վերջի տասնամյակներին կտենանք նույն ռազմավարությունը, թե Իրաքում, թե Սիրիայում, թե Լիբանանում ու թե Եմենում։ Իրանը անմիջապես չի հարվածում, ինքը կառուցում է ազդեցության համակարգեր ու հետո երբ անհրաժեշտ է, այդ ամբողջ համակարգը սկսում է շարժվել։ Հիմա այդ նույնը տեղի ունենում Կովկասում ու այս տեսանկյունից նայելով էլ կարանք վստահ ասենք, որ Ադրբեջանը հաստատ ընկել է մի բանի մեջ, որից հələ շատ երկար պետք է փորձի դուրս գա։ Հիմա 5-րդ միտքը Իրանի կարմիր գիծը, իրանագետները, Իրանին ծանոթ մարդիկ կհաստատեն, որ Իրանի համար 3 բան անընդունելի է։ Առաջինը ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ռազմական ներկայությունը իր սահմանների մոտ, երկրորդը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը Սյունիքում ու երրորդը կեղծ Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Իրանը բազմիցս ասել է, որ Հայաստան իրան սահմանը կարմիր գիծ է ու այդ ոչ թե զուտ դիվանագիտական արտահայտություն է, այլ հստակ ռազմավարական դիրքորոշում։ Ես կասեի Իրանի համար անխախտելի դիրքորոշում, ինչ պայմանով էլ դա լինի, որտեվ եթե այդ սահմանը վերանա, Իրանը անմիջապես կորցնում է իր միակ ուղիղ կապը Կովկասի հետ։ Ու որ համեմատական տանենք այդ 3 բանը, ինչին Իրանը կտրականապես դեմ է, դրան կողմ են մյուս բոլոր Հայաստանի թշնամական պետությունները։ Այսինքն սա եւս մի հուշում է, որ ամեն կերպ մենք պետք է սպասենք Իրանի հաղթանակին։ Բայց քանի որ դեռ այս ռազմական գործողությունները շարունակվում են, սցենարները կարող զարգանան տարբեր ուղղություններով։ Հիմա եկեք նայենք հնարավոր զարգացող սցենարներին, ու այս ամենակարևոր մասն է։ Այսինքն մի հատ միասին հասկանանք իրադարձությունները ինչ զարգացում կարան ունենան։ Առաջինը տեղեկատվական սադրանքների շարունակությունն է։ Ադրբեջանը կամ իր փդած գործընկերները կարան շարունակեն նման փոքր սադրանքներ, այսինքն ԱԹՍ, սահմանային միջադեպեր, կեղծ հարձակումներ եւ այլն։ Նպատակը պարզ է՝ ստեղծել իրավիճակ, որտեղ Իրանն ու Ադրբեջանը կմտնեն բաց կոնֆլիկտի մեջ։ Այս դեպքում Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական առանցք, որտեղ հենց մեր տարածքն է բաժանում Իրանը ու թուրքական աշխարհը։ Երկրորդը այդ Իրան-Ադրբեջան սահմանային ճգնաժամն է։ Եթե սադրանքները շարունակվեն, Իրանը կարա առանց տատանվելու սկսի իր ուժի ցուցադրումը, ասենք զորավարժություններ, հրթիռային համակարգերի տեղադրում, սահմանային զորքերի ավելացում ու տեն շարունակ։ Իրանը այս վերջի տարիներին արդեն մի քանի անգամ նման ձևով իր ուժը ցուցադրել է, բայց Ադրբեջանը մի քանի օր ներվային ջղաձուկումներից հետո հանգստացել է, որտեվ Իրանը այդ ժամանակ պատերազմ չի հայտարարել։ Հիմա իրավիճակը այլ է ու հաշվի առնելով ադրբեջանցիների վախկոտ էությունն ու խառնվածքը, իրանք իրանց վախից կսկսեն սխալը սխալի վրա անել ու դրանց հաստատ դրանից օգուտ չկա, որտեվ իրականում Իրանի կողմից իր ուժի ցուցադրությունը նման է զուտ մռնչոցի, որը հասկացնում է, թե ինչ կարա լինի, եթե հանկարծ պատերազմ սկսվի։ Իսկ այդ դեպքում Իրանին ոչ մի բան չի խանգարում, որ այդ ուժի ցուցադրությունը միանգամից վերածվի պատերազմի հայտարարմանը, ու դե արդյունքում արդեն պատկերացնում եք, թե Ադրբեջանից ինչ կմնա։ Երրորդ հավանական զարգացումը այդ Իսրայել-Իրան արդեն անհամեմատ լայն կոնֆլիկտն է ու այս արդեն գլոբալ մակարդակ է։ Եթե Իսրայելն ու Իրանը մտնեն արդեն բաց ու ավելի լայնածավալ ռազմական բախման մեջ, Ադրբեջանը կարող է օգտագործվի որպես հենակետ։ Ու հենց ստեղ է Լարիջանի նախազգուշացումը, որ ասում է, եթե Իրանի դեմ հարված լինի որևէ բազայից, այդ բազան դառնում է թիրախ։ Այսինքն տեսականորեն Ադրբեջանի տարածքը այս դեպքում էլ է հայտնվում Իրանի հարվածների տակ։ Ու հիմա դուք կհարցնեք, իսկ Հայաստանը այս ամեն ինչի մեջ ուր է ու ինչ դեր ունի։ Այստեղ արդեն գալիս է մեր համար ամենակարևոր հարցը։ Հայաստանը այս ամբողջ շախմատի մեջ ոչ թե փոքր ֆիգուր է, այլ Հայաստանը աշխարհագրական բանալին է։ Ով վերահսկում է Հայաստանը, ինքը վերահսկում է Իրան սև ծով, Իրան, Եվրոպա, հյուսիս-հարավ տրանսպորտային ուղիները։ Դրա համար է, որ այս տարածաշրջանում պայքարը երբեք չի դադարում։ Ու հիմա ամենակարևոր եզրակացությունը Ադրբեջանը կարա աղմկի, զորք տեղափոխի, քարոզչություն անի, բայց կա մի բան, որը չի փոխվում։ Իրանն այս տարածաշրջանում քաղաքակրթական ծանրության կենտրոն է, ու պետությունները, որոնք չեն հասկանում այդ փաստը ճիշտ ժամանակին, ապա սենց թենենց հասկանում են դա շատ ուշ, բայց հասկանում են։ Իրականում Իրանը պարտվողի ու կապիտուլյացիաներ ստորագրողի հոգեբանություն չունի, ու իր ժողովուրդն էլ պատրաստ չի ստորացումների հաշվին խաղաղություն մուրալու, ցածրանալու ու խայտառակ ելնելու։ Ես վստահ կարամ ասեմ, որ թե Իրանի իշխանությունը, թե հոգևորական թևը ու թե ժողովուրդը
պայքարելու են մինչև վերջ ու վստահ եմ նաև որ հաղթելու են, որովհետև այն ով չի ստորանում, ով իր մեջ ունի արժանապատվություն, ով ստամոքսի խաթր չի որ ապրում է, ինքը միշտ հաղթում է ու մի օր դառնում է պայմաններ թելադրող։ Պարտվում են մենակ մորթապաշտները, վախկոտներն ու ազգային արժանապատվություն չունեցողները ու այն իշխանությունները, ովքեր դրա հաշվին են չակերտավոր խաղաղություն քարոզում, դրանք ամենևին էլ խաղաղություն բերողներ չեն, դրանք ընդհանրապես պարտություն քարոզողներ են։ Ու պարտվում են այն պետությունները, որոնք ունեն այտենց պարտություն քարոզող իշխանություններ։ Ինչ ասեմ, հայր ջան, հետևեք իրադարձությունների զարգացմանն ու հնարավորինս նախապես փորձենք միասին հնարավոր զարգացումները կանխատեսել, որ պատրաստ լինենք ցանկացած իրականության։ Ես անձամբ անակնկալներ չեմ սիրում, դրա համար միշտ փորձում եմ նախապես մշակել բոլոր հնարավոր սցենարներն ու դրանց պատրաստ լինել, կարծում եմ դուք էլ։ Ու այս դեպքերից հստակ բոլորս հասկացանք, որ քաղաքականությունը երբեք չի սկսվում ինչ-որ պայթյունով։ Քաղաքականությունը սկսվում է ճիշտ կամ սխալ հաշվարկով ու հետևանքները երկար սպասեցնել չեն տալի։ Ադրբեջանը հիմա խաղում է մի խաղ, որի սեղանի շուրջ նստած են Իրանը, Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանն ու Արևմուտքը։ Ու երբ փոքր, հետնել արհեստածին պետությունը, այսինքն Ադրբեջան կոչված աղբանոցը, սկսում է իրան պահել որպես շախմատի թագուհի ու մոռանում է, որ ինքը իրականում ընդամենը պեշկա է, իր համար այդ խաղը սովորաբար ավարտվում է շատ արագ։ Իսկ Հայաստանի խնդիրը պարզ է, լինել ոչ թե ուրիշների խաղի ֆիգուր, այլ լինել խաղի մտածողություն։ Սրանց հետ չգիտեմ ոնց կլինի։ Բայց հայր ջան, հիշեք մի բան, որ պատմության ամենավտանգավոր պահը այն չի, երբ կրակում են։ Ամենավտանգավոր պահը այն է, երբ բոլորը դեռ համոզված են, որ ոչինչ չի լինելու ու մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի ու նման դեպքերում իրական առաջնորդը այն չի, ով ներքաղաքական PR-ով է զբաղված ու ով ուղեղը անջատած կարող է խոսա մենակ իր հակառակորդ քաղաքական թիմերից։ Իրական առաջնորդը այն է, ով բացի ներքին քաղաքականությունը տենում է նաև արտաքին այն սպառնալիքները, որոնք դեռ ակնհայտ չեն, տենում է այն, ինչը դեռ չի սկսվել ու պատրաստվում է դրան։ Էս էլ որպես առաջնորդ ընտրելու չափանիշի մի փոքր հուշում։ Ու այս պահի համար այսքանը, կապի մեջ կլինենք, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։